Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բնականաբար կան մտահոգիչ խոսույթներ, այնուամենայնիվ, երբ դիտարկում ենք իրավիճակն այստեղ, տեսնում ենք, որ կա հարաբերական կայունություն, այսինքն ռազմական լուրջ միջադեպեր, մահ կամ վիրավորումներ մոտ 1 տարի է չեն եղել, եւ սա մասամբ նաեւ Եվրամիության եվրոպական դիտորդական առաքելության շնորհիվ է, որը տեղում է եւ որը կարող է զգուշացնել որևէ միջադեպի դեպքում, որը նաեւ կարող է հստակեցնել կեղծ նորությունները, բացահայտել դրանք։ Այս մասին Հայաստանի հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ լիազոր դեսպան Օլիվիե Դկոտինին, անդրադառնալով Ալիևի կողմից հնչող հայտարարություններին, բայց բնականաբար մտահոգությունների առիթ կա, որովհետև քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, զինված հակամարտության հնարավորություն միշտ էլ կա։ Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք պաշտպանական ոլորտում մեր գործակցությունը եւ աջակցում ենք Հայաստանին հասնելու խաղաղության, ասել է նա։ Վեհությունից փքվել է բռնապետ Ալիևը, օկուպացրած Արցախի սրտում Ստեփանակերտում հաղթանակի նոր զբոսայգի է կառուցում իր իսկ ձեռքով, հիմնարկեքի արարողությունը կատարում։ Ստեփանակերտի հայկական դիմագիծն են ջնջում ադրբեջանցիները, հոխորտացող Ալիևն էլ շրջում է գրեթե ավերակ դարձած քաղաքում, ծանոթանում նախագծման աշխատանքներին, որ շուտով մեր հայրենիքի, մեր պատմական հողի վրա զբոսայգի ու մզկիթ կկառուցի։ Այսպես կոչված է թաղթանագի մզկիթը կառուցում են Ստեփանակերտի պատմական թաղամասի հիմքի վրա։ Այդ թաղամասը դեռևս 2024 թվականին ոչնչացրել։ Ադրբեջանը բացի յուրացնելուց, ոչնչացնելուց նաև Արցախի բնակավայրերի իսլամացման գործընթաց էր սկսել։ Մի այսպիսի հաղթական զբոսայգի էլ Շուշիում է կառուցել։ Կովկասագետ Ավանեսովն ասում է, պահում են սիմվոլիկան, միաժամանակ փորձում աշխարհին հաղթողի դիրքից ներկայանալ։ Հայտարարվեց, որ Շուշիում դարձյալ նման պարկ է նախատեսում կառուցվել եւ թանգարան։ Ուսումնասիրեցինք տեղանքը, ակնհայտ դարձավ, որ կառուցվում է ոչնչացված Հայոց ցեղասպանության նվիրված համալիրի տարածքում, որտեղ նաև ներառում էր Արցախյան պատերազմի եւ հայրենական պատերազմի զոհերի հիշատակը։ Ջնջել են քրիստոնեական հետքն ու մզկիթախեղտ արել ամբողջ Արցախը։ Շուշին, Հադրութը եւ Բերձորը իսլամացված են, հերթում Ստեփանակերտն է։ Իսկ ինչ ենք անում մենք մշակութային պատերազմի դաշտում, հարցնում է Հովանիսյանը։ Գոնե մշակութային ժառանգության ասպարեզում որևէ տեսանելի քայլ չկա, չենք տեսնում։ Հայաստանի Հանրապետության դեսպան կամ արտաքին գործերի նախարարությունում համապատասխան բաժիններ կա, որոնք այս կամ այն միջազգային հարթակներում խոսում են դրա մասին կամ ինչ-որ քննարկում են ծավալում։ Այսինքն հարցը քաղաքականապես փակում են, կարծես թե այդ մշակույթը հայկական չի։ Կովկասագետն էլ ընդգծում է Ադրբեջանի մշակութային էթնոցիդի այս քաղաքականությունը ուղղված է ոչ միայն ջնջելու հայկական ներկայությունն ու հետքը Արցախից, այլև մեկընդմիշտ բացառելու արցախցիների վերադարձը հայրենի բնորան։ Որպեսզի դրանով ցույց տան, որ Արցախյան հիմնախնդիրը ամբողջությամբ փակված է եւ Արցախ վերադարձի մասին որևէ խոսակցություն չպետք է լինի, եթե անգամ արցախցիները վերադառնան, ապա զուտ իբր Ադրբեջանի քաղաքացիության կարգավիճակով։ Մտահոգված են մասնագետները, ասում են օրորի կորցնում ենք Արցախը։ Մինչև երբ ենք լռելու։ Հայաստան Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստն է Երևանում, նախ Հայաստանի խորհրդարանի ղեկավարն է ասում, գիտակցում ենք, որ դժվար ու վտանգավոր լի ճանապարհ է, բայց Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում։ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը շարունակում է Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել, իսկ Եվրամիության քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Իհարկե Բաքուն եւ Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը եւ մեղադրանքներ են ներկայացնում, բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունը ինչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել։ Նրանք փորձում են սա դիտարկել որպես վտանգ ու խոչընդոտ խաղաղության համաձայնագրին։ Շատ կարևոր է հասկանալ, որ Բաքուն մերժում է այս համագործակցությունը եւ ցանկանում է դադարեցնել Եվրամիության առաքելությունը։ Սենյակում փիղ կա, ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը իր ելույթում անդրադարձավ Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններին։ Պատգամավորը պատկերավոր օրինակով է պարզաբանում Հայաստանը երկու կազմակերպության հետ միաժամանակ համագործակցել չի կարող։ Մենք չենք սկսում ժամադրությունների փուլը, մենք արդեն ամուսնացել ենք։ Ես առաջինը կլինեմ, որ կնշեմ, որ սենյակում փիղ կա, բայց մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեր տնտեսությունն էապես դրանից է կախված։ Լավ է, վատ է, այլ հարց է, բայց դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել։ Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչը համաձայնեց, իհարկե ԵԱՏՄ-ի դիտարկումը կարևոր է, բայց հիշեցրեց, որ Ուկրաինան եւս մինչև
մինչև Մայդանի վիճակը ընդգրկված էր այդ միությունում։ Իհարկե, առաջին հերթին ձեզնից է կախված։ Դուք պետք է ասեք, պատրաստ եք լինել մեր մեկ շուկայի անդամ։ Դուք իրավիճակ նշեցիք, բայց ձեզնից է կախված։ Դուք եք որոշելու, որ ուղղությունն եք ընտրում։ Հայ ժողովուրդը պետք է որոշի։ Հայկական կողմից իր ելույթում օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված 4 հիմնական քայլերին անդրադարձավ արդարադատության նախարարը։ Սրբույր Գալյանը նախ սահմանադրական բարեփոխումներից խոսեց։ Գործում է համապատասխան խորհուրդը, կազմված է սահմանադրության հայեցակարգը եւ այժմ մենք աշխատում ենք սահմանադրության նոր տեքստի վրա, որը ըստ հանձնարարության պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Ըստ նախարարի, հաջորդ կարևոր քայլը CEPA-ի շրջանակներում մեր օրենսդրության մոտարկումն է Եվրոպական միության օրենսդրությանը եւ այս ուղղությամբ քայլերն արդեն ձեռնարկված են։ Կարմիր խաչի աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զարա Ամատունին։ Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ եւ հնարավորություն են ստեղծել կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ։ Բաքվից ստացած խաղաղության պայմանագրի վերաբերյալ արտգործնախարարությունից հայտնել են, որ կապուղիների ապաշրջափակման սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմի վերաբերող առաջարկները Բաքուն անպատասխան է թողել։ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը զինաթափման համաժողովում հայտարարել էր, որ Երևանը շարունակում է հանդես գալ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ու համապարփակ ռեժիմի ամրապնդման օգտին։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին, մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակային թշնամանքի ու անվստահության նկատմամբ, ասել է Միրզոյանը։ Ադրբեջանում շարունակում են լռեցնել մամուլը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ BBC-ի եւ Sputnik Ադրբեջանի աշխատանքը չեղարկվել է։ Հաջիզադեի խոսքով հնարավոր է միայն մեկ թղթակցի հավատարմագրումը։ Չեղարկվել է նաեւ Ամերիկայի ձայնի ռադիոյի թղթակցային հավատարմագրումը։ Վարչապետ Փաշինյանը Facebook-ում գրել է. դատարանի վճռով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության 0.5 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ որպես ապօրինի ձեռք բերված գույք վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Շուկայականին մոտարկված արժեքը 9 միլիոն դրամ։ Ալիևը կարծես հեռու չէ նոր պատերազմ սկսելուց հուսով ենք, որ Եվրամիության առաքելությունը կարող է օգնել կանխելու դա։ Այս մասին Armen Press-ի հետ զրույցում ասել է Շվեդիայի խորհրդարանի падգամավոր Էրիկ Հելսբորնը։ Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանի կողմից մշտապես բարձրաձայնվող դժգոհություններին, նշելով, որ հենց ինքը պաշտոնական Բաքուն է հրաժարվել իր տարածքում Եվրամիության դիտորդների տեղակայումից։ Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին 2025 թվականի պլանների վերաբերյալ ասուլիսում։ Զելենսկին շեշտել է, որ բանակցությունների մասնակից պետք է լինեն Ուկրաինան, Եվրոպան, Ամերիկան եւ Ռուսաստանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև զինադադարը կարող է համաձայնեցվել առաջիկա շաբաթներին։ Թրամփի հետ բանակցություններից հետո Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի հարցով ցանկացած խաղաղության համաձայնագիր չպետք է լինի Ուկրաինայի հանձնում եւ պետք է ապահովի անվտանգության երաշխիքներով։ Ֆրանսիայի առաջնորդը պատմել է, որ խոսել է 30 այլ եվրոպացի առաջնորդների եւ դաշնակիցների հետ, եւ նրանցից շատերը պատրաստ են լինել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մաս։ Չգնալ առաջին գիծ, գնալ առճակատման, այլ լինել որոշ վայրերում, որը սահմանվում է պայմանագրով, որպես ներկայություն պահպանելու այս խաղաղությունը եւ մեր հավաքական վստահությունը ԱՄՆ-ի կողմից։ Մենք արագ խաղաղություն ենք ուզում, բայց թույլ համաձայնություն չենք ուզում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի։ Ես շատ դրական եմ վերաբերում նրան, թե ինչ են նա մտադիր անել այս հակամարտության հետ կապված։ Ես լիովին վստահ եմ, նրա Թրամփի վարքագիծը այս պատերազմը կավարտի մոտ ապագայում, ասել է Քելոգը փետրվարի 25-ին Fox News-ի
եթերում։ Թբիլիսին վերահաստատում է իր պատրաստակամությունը նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման գործընթացին։ Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Նա պաշտոնական այցով փետրվարի 26-ին ժամանել է Թուրքիա։ Թուրքական գործակալության փոխանցման Բոճորիշվիլին Ֆիդանի հետ քննարկել է բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում սկզբունքներ, որոնք կարող են խաղաղություն եւ բարգավաճում հաստատել տարածաշրջանում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիրակի օրը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Եվրոպական գործընկերների եւ դաշնակիցների հետ քննարկումից հետո մենք պարտավորվում ենք Ուկրաինայում հասնել հաջողության, գրել է Մակրոնը X-ում։ Որքան ուժ ունեն, զարկ են տալիս երևակայությանը, թոս փչում աշխարհի աչքին, իբր ուզում են Երևանի հետ խաղաղություն հաստատել։ Հիմա էլ Ադրբեջանի Մեջլիսի Զիաֆետ Ասկերով անունով փոխնախագահն է մանևրում։ Ուզում են իբր խաղաղություն կնքել, բայց ասում է հայկական պետության հետ, ոչ թե վարչապետի։ Ադրբեջանցին պնդում է, թե Հայաստանն ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի վարչակազմի ճնշման տակ հետաձգել է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մինչև օրս 17 կետից համաձայնեցված է 15-ը, չհամաձայնեցված կետերից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է։ Հայաստանն այս գործընթացի խաթարման պատասխանատվությունը սկզբում գցեց Իրանի, հետո Ֆրանսիայի, ապա ԱՄՆ-ի վրա։ Երկրորդ կետը Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն են։ Նրանց անկախության հռչակագրում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, սակայն Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են նոր սահմանադրության մշակման մասին։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդունել է, որ սահմանադրության նախորդ փոփոխությունները չեն կարող լեգիտիմ համարվել։ Նոր մարտավարություն են ընտրել, Բաքուն հիմա ապավինում է տարածաշրջանի բանակցային հարթակներին, համարում է, թե այստեղ խնդիրները տարածաշրջանի երկրները պիտի լուծեն։ 44 օրյայից հետո Էրդողանի նախաձեռնությամբ ստեղծված Թուրքիա-Իրան-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով վերջին նիստը անցած տարվա հոկտեմբերն էր Թուրքիայում։ Վրաստանը այդ անգամ էլ բոյկոտեց այս հարթակը, դարձյալ չցանկանալով Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել։ Եթե Բաքուն նախկինում հաճույքով արևմուտքի գիրկն էր նետվում, որովհետև Բրյուսելն ու Վաշինգտոնը Արցախի հետ կապված ըստ էության կիսում էին Բաքվի կեցվածքը, հիմա արդեն Ադրբեջանի Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո արևմուտքի նկատմամբ սերը սառել է։ Հիմնական զսպող դերը տարածաշրջանում հիմա Իրանն է խաղում։ Իրանն է զսպում Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ պլանները Հայաստանի նկատմամբ։ Այս բանին Ադրբեջանը փորձում է այդ հարթակը օգտագործելով այս անգամ ինչ որ բան խոստանա Իրանին, անջատի Իրանին այս խաղից, այսինքն որ գոնե ինչ որ մի ժամանակ Իրանը այդ զսպող դերը չխաղա։ Մասնագետները համարում են, որ բացի Հայաստանի նկատմամբ շանտաժից հնարավոր է Ադրբեջանի նպատակն է նաև Իրանին որոշակի լծակներ տալը եւ դրա դիմաց Հայաստանի տարածքով միջանց կոչվածի հարցում որոշակի զիջումներ կորզելը։ Մինչև այդ ռուսական պետական 10 լրատվական գործակալությունից տեղեկանում ենք, որ Լավրովն ասել է, թե Վրաստանի համար 3 գումարած 3 ձևաչափի դռները բաց են։ Ի սկզբանե բոլորը համակարծիք էին, որ մենք ունենք հենց 3 գումարած 3 ձևաչափը եւ որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման նրբությունները եւ թերահավատությունը, բայց Վրաստանի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում։ Արդյոք կլինի 3 գումարած 3 վերստին ռեինկարնացումը, կլինի արդյոք Վրաստանի աթոռը կգտնի տիրոջը, կհամոզի արդյոք Բաքուն Թերանին եւ ինչ հարց կլուծի այդ հանդիպումը, կսրեն Զանգեզուր ասացի Դամոկլյան թուրը։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կմեկնի Երևան, նոր լիցք հաղորդելու ռուս-հայկական միջպետական հարաբերություններին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ հարցը քննարկվել է Դաշնային խորհրդի նախագահի եւ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հեռախոսազրույցում, որը տեղի ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է Ազատությունն աշխարհում 2025 զեկույցը դժվարին պայքար իրավունքների համար վերտառությամբ, հայտնել է Ամերիկայի ձայնը։ Զեկույցը գնահատում է աշխարհում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների վիճակը։ Այս տարվա զեկույցում արձանագրվել է, որ 60 երկրում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների առումով անկում է գրանցվել, իսկ բարելավումներ արձանագրվել են միայն 34 երկրում։ Հայաստանի ընդհանուր միավորների քանակը չի փոխվել։ Ըստ Freedom House-ի տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին։ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը ընդգրկված են ոչ ազատ երկրների խմբում։
Շվեյցարահայ Ավետիք Պողոսյանը Երևանին է նվիրաբերել ավելի քան 200 տարվա պատմությամբ աշխարհի քարտեզներից մեկը։ Առաջիկայում այդ բացառիկ ցուցանմուշը կհամալրի Երևանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունների շարքը։ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը եւ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ այցելել են Վազաշենի միջնակարգ դպրոց հանդիպել աշակերտների եւ ուսուցիչների հետ։ Հանդիպումն ավարտվել է ակտիվ եւ բովանդակալից հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ քննարկվել են տարբեր հարցեր կապված տարածաշրջանային անվտանգությունից մինչեւ կրթական ու միջազգային գործակցության հեռանկարներ։ Երկրորդ ընթերցման ժամանակ կառավարության ժամանակ եղել են մի քանի առաջարկներ, որոնք բովանդակային չեն, տեխնիկական որոշակի փոփոխություններ են։ Այս մասին ազգային ժողովի պետաիրավական նիստի ժամանակ ասել է Սիսակ Գաբրելյանը։ Առաջին երկրորդ ընթերցմանը մենք էլ ավելի ենք հստակեցրել օրներքի կատարման կարգը եւ ձևը, այսինքն լինելու է օրներքի 6 տարբերակ։ Եթե դրանից շեղվեն, միգուցե սանկցիա կիրառվի, ասել է նա։ Հիշեցնենք, որ ազգային ժողովի նախագահ Սիմոնյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության եւս երկու падգամավոր Սիսակ Գաբրելյանը եւ Թագուհի Ղազարյանն առաջարկում են Հայաստանի Հանրապետության օրներքի մասին օրենքում փոփոխություններ կատարել։ Տվել ենք երկար տարբերակի նոտաները, տվել ենք երգչախմբի դեպքում տեքստը եւ նաեւ այս նույն 3 տարբերակները կարճ տարբերակով ենք սահմանել, ինչպես գիտեք, առաջին ընթերցման ժամանակ էլ ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության օրներքը, ինչպես աշխարհի բոլոր երկրների օրներքները, տարբեր միջոցառումների ժամանակ կախված այդ միջոցառման բնույթից, տևողությունից, իրենք կատարվում են կարճ տարբերակով, եւ այստեղ էլ մեր կարծիքով անհրաժեշտություն կա միասնական ստանդարտ ունենալու, որպեսզի Հայաստանի Հանրապետության օրներքը ամենատարբեր միջոցառումների, որպես կանոն մարզական միջոցառումների ժամանակ է, այսինքն ֆուտբոլային խաղերի ժամանակ կամ այլ միջոցառումների ժամանակ, եթե օրինակ հայ մարզիկը մրցանակային առաջին տեղն է գրավում, գիտեք, այդտեղ Հայաստանի Հանրապետության օրներքն է հնչում, այստեղ էլ մենք կարծում ենք, որ միասնական մոտեցում պետք է լինի եւ բոլոր դեպքերում այս կարճ տարբերակներ պետք է լինի բոլորի համար նույնը։ Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն են տարվա սկզբից 5% շրջանառության հարկը բարձրացավ, դառնալով 10%, այս նոր դրույքաչափը նրանց համար ծանր բեռ է դարձել։ Նախ դժգոհում են, որ սևով սպիտակի վրա մաքուր փաստաթղթավորմամբ չեն կարող աշխատել, օրինակ առևտրով զբաղվողները ապրանք են ներկրում Թուրքիայից եւ Հայաստան հասնելիս մաքսատանը խնդիրներ են ունենում։ Կան երկրներ, որ Հայաստանը ունի դիվանագիտական կապեր, բայց թույլատրվում է ներմուծել ապրանքներ։ Այդ դեպքում կանգնում ենք փաստի առաջ։ Ապրանքը ներմուծելուց մաքսազերծումը կատարվում է բարձր արժեքներով, ոչ միայն դիվանագիտական կապեր չունեցող, այլև դիվանագիտական կապեր ունեցող երկրներից ներմուծված ապրանքները մեզ ֆակտուրա շչոտները հիմք չեն համարում եւ ասում են շատ ցածր է գրված գները։ ՓՄՁ ներկայացուցիչները հայտնեցին նաև, որ ապրանքների գույքագրումը եւս բարդացնում է իրենց աշխատանքը, անալիտիկ հաշվառումների համար անհրաժեշտ է հաշվապահ։ Չեղավ հարկային բեռի զգալի բարձրացում, եղավ իր հետևանքներով, հարկերով եւ այլն։ Կամ այդ նույն գույքագրումը ոնց է կարծում, փոքր բիզնեսը իր աշխատավայրում նստած պիտի զբաղվի իր գործունեության կազմակերպմամբ, թե հաշվելով, թե ցանկ կազմելով։ Այս հարկային բեռի ավելացումը ուղղակի ազդելու է բոլորի վրա, ուղղակի, որովհետև դա կլինի խանութ, դա կլինի Պետրոսյանը նշեց, ասենք հանրային սննդից օգտվել, դա կլինի, այսինքն սա ուղղակիորեն ազդելու է բոլորի վրա, որովհետև փոքր ու միջին բիզնեսը դա բոլոր ոլորտներում ներկայացվածություն ունեցող է։ Հայաստանում 1150 հանրային սննդի կետերի 70%-ը գերփոքր են համարվում, այդ ոլորտում դրույքաչափը 2 անգամ բարձրացել է 6-ից, դառնալով 12%։ Մի կողմից տնտեսության ոլորտի պատասխանատուներն ասում են, թե հարկային դրույքաչափի բարձրացմամբ հարկային մուտքերն ավելացնում են։ Մյուս կողմից էլ ձևակերպում, թե մաքուրով աշխատելու դեպքում հարկային բեռը կիչնի, ստացվում է, որ իրենց արժև դրած ցուցանիշները չեն ապահովելու։ Ոստեղ անհասկանալի է լինում նույն ֆինանսների նախարարության կամ այլ մարմինների կողմից հնչեցված այն միտքը, որ իրականում հարկային բեռը կարա նվազի, եթե մենք ունենանք փաստաթղթավորում։ Փաստաթղթավորման պարագայում առաջարկում է հանրային սննդին մինչև 3% հարկային բեռ, ուստեղ անհասկանալի է դառնում, եթե մենք ակնկալում ենք ֆիսկալ մուտքերի ավելացում, ապա ենթադրվում է, որ հարկը պիտի բարձրանա, բայց եթե հարկը նվազում է 4-ից մինչև 3.5%, ապա մենք պիտի ակնկալենք ֆիսկալ մուտքերի նվազում։ Կեն պարկեշտ ՓՄԶ-ն, որը քեզ հարկ էր տալի, ասում են, լսի, դու որ իմ հարկը 2 անգամ բարձրացրել ես, ես քեզ ընդհանրապես հարկ չեմ տա։ Ու սկսվում է դեմարշ, պաշտոնական արդյունքները արդեն վատն են լինելու այս առաջի երամսյակի արդյունքով։
Հարկային օրենքի փոփոխության հեղինակները հաշվարկել են, որ հարկային դրույքաչափի փոփոխությունը 19 միլիարդ դրամի լրացուցիչ մուտք կարող է ապահովել։ ՓՄԶ ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են, չի հաջողվելու, քանի որ ազդեցության գնահատում չի արվել։ Տնտեսվարողները չեն դադարեցնելու բողոքի ակցիաները, հաջորդը մարտի 3-ին է լինելու գործարարի օրը Հանրապետության հրապարակում։ ԱԺՔՊ-ական падգամավորներն առաջարկում են հարկերից եւ турքերից բացի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորների գործունեության ոլորտը հարկել 10% շրջանառության հարկով։ Ոլորտի շրջանառությունը 2023-ին հասել է 6.5 տրիլիոնի, 2024-ին 7 տրիլիոնի։ Ազգային ժողովի ընդդիմադիրները սակայն համոզված ձևակերպում են, թե ոլորտի շրջանառության մահաբեր աճն այդ նախագծով չի լուծվելու։ Հայաստանի Հանրապետությունը իր պետական մարմիններով չի ունեցել եւ սպայն չունի բավարար ներուժ, որ օրենքի խախտումով Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք եւ թույլ չվճարած եւ լիցենզիա չունեցող 50 կազմակերպություն օտարերկրյա, ես իմ որդեից եկել են Հայաստանի Հանրապետությունում մահաբեր բիզնեսով են զբաղվում։ Բաբկեն Թունյանն էլ հայտնեց, թե այդ նախագծով լուծվում է արդարացի հարկման խնդիրը։ Խաղամոլության դեմ պայքարի հարցն էլ ըստ Թունյանի այլ նախագծերով է լուծվում։ Թե հարցը ձեր համար կարևոր էր, քննարկումը կարևոր էր, խնդրեմ հաջորդ նիստին մինչև վերջ մնալ, եթե աշխատանքային քննարկմանը կուզենաք մասնակցել, հրավերը ձեզ կուղարկենք, բայց ես հիշում եմ, որ դուք քննարկմանը, որը բավականին բուռն էր, եւ ընդդիմության դերը երևի մենք ենք կատարում, դուք միջև վերջ չեք մնացել։ Պատգամավոր Թադևոս Ավետիսյանն առաջարկում է հարկային բեռը հիմնականում ծանրացնել կազմակերպությունների վրա, ոչ թե շահումներ ստացած քաղաքացիների։ Առնվազն եթե հարկային բեռի ավելացման խնդիր կա, այդ բեռը պետք է այնպես մեխանիզմը սահմանվի, որ լինի գոնե առավելապես կամ հիմնականում կամ ամբողջապես պետք է դրվի հենց այդ կազմակերպությունների վրա։ Նախագծի հեղինակները չունեն ինտերնետային խաղերի ոլորտը կարգավորող գործիքակազմ, ավելի հստակ ստուգելու ընկերությունների տրամադրած տեղեկությունները։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է բուքմեյքերական եւ շահումով խաղերով զբաղվող ընկերությունների հարկային պարտավորությունները ավելացնել ապրիլի 1-ից։ Փետրվարի 25-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոսկետապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Hyundai Elantra VAZ 2101-ը եւ MAN բեռնատարը։ Երկու հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են VD-ի բժշկական կենտրոն, սակայն նրանցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության VD-ի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին նաեւ ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները։ Իմ տեղեկություններով դեպքի վայր են ժամանել նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սավիպետ Ռուստամյանն ու ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության VD բաժնի պետ Ֆիլիպ Ստեփանյանը։ Փետրվարի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, Դեբետ գետի ափին հայտնաբերվել են անհետ որոնվող տղամարդու մարմին ու վթարված Մերսեդես։ Փրկարարծարայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի եւ Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարները մեծ դժվարությամբ են մահացածի մարմինը պատգարակով դժվարանցանելի ճանապարհով հատուկ ճոպաններով մոտեցրել դիատարին։ Ժամանել էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 5-րդ դասակի բարեկները։ Պարզվել է, որ մահացած Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչ Ավետիք Գներ։ Նրան փետրվարի 19-ից էին հարազատներն ու ընկերները, ապա Լոռու մարզի ոստիկանները, պարեկներն ու փրկարարները որոնում։ Մեկ այլ ողբերգական դեպք էլ տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Բագրատունյաց 70 կոտրակ 19 հասցեում կայանված իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների տղամարդը հանկարծամահ է եղել։ Փետրվարի 24-ին Արմավիր քաղաքի Շահումյան եւ Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Lexus-ն ու BMW-ն։ Վերջինն էլ բախվել է գազատար Խովակների Հենասյանը, ինչի հետևանքով Խովակն ընկել է մեքենայի վրա։ Երկու հոգի տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել փրկարարծարայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Ժամանել են նաեւ Գազպրոմ Արմենիա Արմավիրի մարզի վթարավերականգնողականի աշխատակիցները։ Ահա,
Վթարի փաստով քննչական վարույթը նախաձեռնվել է քրեական վարույթը, որտեղ էլ պարզվում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Փետրվարի 24-ին 36-ամյա Պարքևը Mercedes բեռնատարով Նոր Քմարաշ վարչական շրջանում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, ապա գազատար խողովակներին կոտրել դրանք, առաջ ընթացել ու կողաշրջված հայտնվել բնակչի տան տարածքում։ Տուժած չկա, օպերատիվ են գործել փրկարարության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Տեղում էին նաև Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ եւ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, վթարված գազախողովակները վերանորոգելու համար։ Նախնական տեղեկություններով վթարի պատճառը եղել է մերկասառույցով պատված ճանապարհը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։